Սահմանազատումը պետք է շարունակվի հյուսիսից մինչև հարավ։ Այսօր Տավուշի սահմանամերձ գյուղերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց արդեն 2 տարի կանգ առած գործընթացի մասին կոնկրետ տեղեկությունների։ Լուծումը սահմանազատման արդյունքում պետք է լինի անտիչը։ Նարեկ։ Լուծում պետք է լինի, որ Նարեկը el կոնֆլիկտի կռիվի հեռանկար իր երեխեն այդ թեման հավետ փակվի, հավիտյան փակվի, որ Նարեկը Երկու տարի առաջ Հայաստանի ու Ադրբեջանի մոտ 1000 կիլոմետրանոց սահմանի 12 կիլոմետրը սահմանազատվեց։ Այն Հայաստանում ուղեկցվեց բողոքի ակցիաներով, իրավապահների ու քաղաքացիների բախումներով։ Ընդդիմադիր շարժումը հենց Տավուշի ոսկեպարից էր սկսվել, որտեղ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի եկածներին հարցրեց. ամեն ինչ իր ասածով է եղել, խաղաղ ու անվտանգ են զգում իրենց։ Դրական արձագանքողներ եղան։ Ինչ որ ես ձեզ այստեղ ասեցի, ամեն ինչն հենց եղավ, ոնց որ ես ասացի։ Հաստատ։ Հիշում եք, չէ՞, ու նաև մարդիկ կային այսօրվա եւ նորվա անդիմությունից, որ եկել էին, էս էին ասում, սենց ալնելու են ասում, էսա խափում, ենա խափում։ Ես ոնց որ ասել եմ, ճշգրիտ 100%-ով սենց ալն, տենց ա եղել, տենց չի եղել։ Երկրի ղեկավարը հայ-ադրբեջանական հակամարտության էջը փակված է համարում։ Ասած դեռ 2 տարի առաջ է հայտարարել, Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, քանի որ դրա շարունակությունն ըստ Փաշինյանի կնշանակի եւս մի քանի տասնամյակ Հայաստանն արնակ անել, առանց խնդրի լուծման։ Մինչդեռ Տավուշի սահմանամերձ գյուղերում միանշանակ չէին խոսում թե հետագա սահմանազատման ու թե խաղաղության մասին, ինչը Փաշինյանը վերջնականապես հաստատված է համարում։ Ով կարա երաշխիքտա, որ խաղաղություն անելու կամ այդ ով կարասի, ոչ մեկը, դե բան չկա, որ որևէ մեկը կանգնի ասի էսենց անել։ Հա, ասում ենք խաղաղություն, սա խաղաղություն, իրանք պետք է ասեն խաղաղություն դել է ժողովրդի ցերեսն ինչ ակա։ Այ հիմի եթե լավ խաղաղանց կենա, լավ, այդ խաղաղությունն էլ կամաց գալիս է, ամեն ինչ նորմալ իր ունն անգնել։ Մեզ հետաքրքրեց, որ իրան ընտրենք, լավ աշխատող է, լավ վարչապետամեզ, շատ ընտիր։ Ամեն բան էլ օգնում է ժողովրդին։ Չնայած մի քիչ թույլ է, բայց լետ մալադեց իրան։ Հիմա եթե ընտրվեց, որը այդ բաներին չի դատել, չի նստացրել։ Եթե ոսկեպարում ու նոյեմբերյանում լավատես են, Բերթավանում մտավախություններ ունեին։ Սահման գծողներն իրենց գյուղ հասնեն, այգիների գոնե մի մասը ձեռքներից գնալու է։ Ըստ սահմանազատումը մեր գյուղին կանդրադառնա վատ։ Այսինքն իրենք կմոտենան նկատի ունեք, հնարավոր չի լինի մշակել։ Բայց հիմա այդ օրինակն է բերում, որ Կիրանցումը ամենը մի քանի մետր է տարբերությունը, բայց էլի անվտանգությունը մարդիկ իրենց անվտանգ չեմ անվտանգությունը կարալի։ Քանի որ ես աղքյանքս ծառայ է։ Ես գիտեմ անվտանգություն եպալը, վտանգը եպալ։ Չեք հավատում, վստահ չեք դուք էլ, հա, մտավախություններ ունեք, ինչ եք կարծում այդ սահմանազատումը։ Չեմ հետաքրքրում նման բաներով ես։ Մեզ ասում են, որ մեր գյուղի հողերից վերցնում, բայց թե որքան, ինչքան, ով չգիտենք։ Ես ստույգ չգիտեմ։ Հիմա այդ հարցերը չեք տա Փաշինյանին։ Չէ, դե ինչ որ խոսում, այսքան մարդու մեջ ինչ հարց շատ հարցեր կա։ Բերթավանում անվտանգության հարցերից բացի իրենց ամենօրյա խնդիրների մասին էին ուզում լսել երկրի ղեկավարից։ Ժամանակին Բերթավանում 162 հեկտար խաղողի այգի են սեփականաշնորհել։ Այսօր դրա 20%-ն էլ չի մշակվում։ Փաշինյանը սահմանազատումը շարունակելուց էր խոսում, բերթավանցիները ոռոգման ջրի բացակայությունից, այգիներն անջրդի են, ջահելները գյուղատնտեսությունից ձեռք են քաշել, օգուտ չկա ասում են։ Բա ինչ այգիները ինչ Ավելի վատ վիճակ է։ Ժամանակ ջրի պակասեր, մի աշխատողի պակասել կա, սա անապատադարել են այգիները, սա վրախել են։ Մի ուրիշը 1 տարի առաջ գյուղում թափված աննախադեպ կարկուտից ու դրա վնասներից էր խոսում։ Կարկուտը Բերթավանում անվնաս տանիք չի թողել, ով կարողացել իր ուժերով վերականգնել է ջարդփշուր եղած տանիքները, ով չէ, դրանք պոլիէթիլենով է ծածկել կամ ամեն անձրևին կաթոցքների տակ կաթսա է դնում, պատմում են բերթավանցիները։ Այս մարդը 5 միլիոնի վնաս է կրել։ 100,000 դրամ են դրել, ինչին է պետք։ Տանիքները ով կարեցել է, վերանորոգել է, ով չի կարեցել, հետա մեբելը տեղաշոր չի խալաբար, թացալ։ Հիմա դեռ կաթում է։ Բա իհարկե կաթում։ Տելեֆոնով, անով հագացել, ժամանակավոր։ Դիմել ենք մարզպետարան,
Ես անձամբ նոյեմբերանան մարզպետին դիմել եմ, ասավ այդ հարցը կառավարությանը դիմել ենք։ Կառավարությունը դեռ պատասխան չտալի, ես մի տարի է։ Նայր մեր տունն Էլենա 3 միլիոն ենք տվել, որ կրիշել են։ Որտեն տանք, որ Ռուսաստան չվերգեմ, որտեն ինձ 3 միլիոն։ Այդ պամիդոր եմ անում ճիճուն ուտում, Այսօր բերթավանցիները գյուղ եկած վարչապետին այլ հարցերով էլ դիմեցին։ Գյուղացիներից մեկը խաղողի մթերման դժվարություններից խոսեց։ Պատասխանը սակայն նրան չէր գոհացրել։ Ասաց խաղողն իրենց այս տարի էլ օգուտ չի տա։ Չբավարար է ձեր հարցը անորոշ պատասխան, որ ընդհանուր առմամբ 14 միլիոն աջակցություն են ցուցաբերել, բայց գյուղացին դրանից չի օգտվում, չգիտե ինչ անել։ Եթե գյուղատնտեսության հետ կապված հարցերն անպատասխան մնացին, ապա Փաշինյանն իր ենթականերին հանձնարարում էր տվյալներ վերցնել ու զբաղվել իրեն սոցիալական հարցերով մոտեցած գյուղացիներին։ Ես էլ